Երևան դարձած իմ մերեբունին դարեր ես անցել, բայց մնացել ես պատանին Քո մասիս օրով, քո արած մորով մեծանաս դարով Երևան Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում Անկատար տենչեր ունենք դեր շատ Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի Առանց քեզ մեր տակ Տենչնել կսարչի Երևան դարձած իմ երևունին Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանին Քո մասիս օրով, քո արած մորով մեծանաս տարով Կյանքում ամեն սեր լինում է տարբեր Իսկ մենք բոլորս ենք քեզ նավարկել Դա քեզ սերը մեր շեքարերիդ պես Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես Երևան դարձած իմ երևունին Դարեր ես անցել, բայց մնացել ես
Վարչական շրջան, ժպտացեք բոլորդ և բարձր ծափարում ենք օկտավա վոկալային ստուդիային Էստրադային անսամբլի երեխաների բարձր ծափարը նրան։ և արվեստական ղեկավար Սոնա Վարդանյան։ Ձեզ այսօր սպասում են շատ գեղեցիկ անակնկալներ, շատ հետաքրքիր կատարումներ և հիմա սիրով դիմավորում ենք Աճպարար Արայիկ Պողոսյանին։ Բարձր ծափարում ենք, նաև շատ ուրիշ անակնկալներ։ Արայիկ Պողոսյան, Աճպարար։ Եվ նստում ենք դանդաղ գեթերը, շոքրություն, և դեք նկատեր։ Ինչի նկատեր դարձան բուդրավոր, և ուշադրություն, նորից ձրկում նկատեր վերասան, կապալում եք Ծափարում ենք, կեցեք Արայիկ Պողոսյան, տեսնենք հաջորդ ինչ է լինելու։ Պարան, աշխարհան, ուղիղ պարան, և ինչ է կատարելու այս պարանի հետ։ Տեսակ թե ինչ են ապ։ Բարձր ծափարեք, որպեսզի վերադառնա շիշը։ Արայիկ Պողոսյան, Աճպարար, շարունակում ենք համար ուշադրությամբ դիտել Արայիկ Պողոսյանը, արդեն կանչել։ Ոչինչ, բայց կրճում էր սեղանը, տեսավ։ ծափարում ենք բարձր Արայիկ Պողոսյան, Աճպարար։ Շնորհակալություն, որ մասնակցեցիք։ Տեսնենք հաջորդ, իրոք շատ սարքով։ Տեսեք, դատարկ է, ոչինչ չկա։ Ծափերով։ Եվ ծաղիկ
Այո, դա կացի։ Ապա կարող կողի, տոպրակի զիսկը կարող գոտ գալ։ Հիմա ավելի ուշադիր եք նայում։ Վայ, բացում եք դադարք է։ Իրոք ոնց հրաշք է։ Դադարք է երեխան է, դադարք է։ Դատարկ է։ Կեցեր, ծամպարում ենք Արայիկ Պողոսյան։ Եվս մեկ դատար տարյա։ Արում ենք դարձնեղոցի, գծում ենք։ Ծապերով, միասին ենք ծապարում։ Աղավնին հայտնվեց։ Այո, շատ հասարակ, պարզ։ Արցավ նապաստակ։ Արայիկ Պողոսյան, աչպարան, ծապը արում ենք, նապաստակին չքաշեք, կրկին անգամ ծապը արում ենք Արայիկ Պողոսյան, բարձր ծապը արում ենք, աչպարան Արայիկ Պողոսյան։ Լոլի, դու սիրում ես ծաղիկներ, ես էլ եմ ճիշտ ասած սիրում, չնայած այն հանգամանքի, որ դառնան առաջին ծաղիկը ձեն ծաղիկն է և մանուշակը։ Մանուշակը նույնպես։ Այո, ձեն ծաղիկից հետո անպայման մանուշակն է դուրս գալիս։ Որոնք խորհրդանշում են գարնան գալուստը, չէ՞։ Այո, հետո նարգիզները, հետո յասամանը, մեր հաջորդ մասնակիցը բարձր ծափերով դիմավորում ենք Դիլենա Թաթևոսյան, ծաղիկներ։ Բարձր ծափիկներով երեխա է։ Ծափերով։ Բոլորս միասին ուրախ ծափերով ողջունում ենք և տարում ենք։
ենք կանգնում։ Ծափարում ենք Արայք Պողոսյանի և Փոքրիկ Միկին, սիրելի երեխաներ, բեմից հետ ենք կանգնում, բոլորը հետ են գնում և ուշադրություն, Արայք Պողոսյանի օծը հետ ենք կանգնում, Արայք Պողոսյանը կկանչի հետ, բոլորը հետ են կանգնում։ Հետ, ահա։ Ծափարեք մեր ամբողջ հողային։ Երեխաները քննում են բեմ չբարձրանի, Ծափարում ենք Արայք Պողոսյանը և նրա օծը և բոլորը երկու քայլ հետ են գնում, հետ, բոլորը հետ Կոկոպիլոս իսկ երեխաների նորից խնդրում եմ, որ ետ գնան, բեմից որքան հնարավոր է գնացեք ետ։ Ծափարում ենք Արայք Պողոսյան, Աշտարան, կենթանավար, ճանապարհում ենք բարձր ծափերով, Ապարություն է շատ վարդի շնորհակալություն այս գեղեցիկ հողորների համար, իսկ մենք շատ խում, եթե բոլոր երեխաները բեմից ետ գնան, բոլոր երեխաները ամբողջ սիրելի մեծեր, ճանապարհ դրեք,
Սիրելի Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրով, ծափերով ողջունում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բաղձր ծափ հողջիներով դիմավորում ենք Հարգելի բնակիչներ, Մալացիա Սեբաստիա համայնքին Երևանի ավականու և քաղաքապետի ընտրությունների 40-արշավի առաջին օրն է և առաջին հանդիպումը Երևան համայնքի բնակիչների հետ և առաջին հանդիպումը Մալացիա Սեբաստիա համայնքի բնակիչների հետ և ես առանց վարկյան գործնելու սիրով ուզում եմ խոսքը փոխանցել Երևանի գործող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին։ Սիրելի երևանցիներ, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի սիրելի բնակիչներ, 4 տարի առաջ ձեր վստահությամբ մեր թիմը ստանձնեց Երևան քաղաքի տնտեսության պատասխանատու և 4 տարվա ընթացքում մենք մեծածավալ ծրագրեր իրականացրեցինք Երևան քաղաքի համար և մի խումբ ծրագրեր որդեգրեցինք, որ հաջորդ մեր ժամանակաշրջանում իրականացնենք։ Մենք եկել ենք այստեղ նոր ծրագրերով, եկել ենք հաշվետու լինենք ձեզ մեր կատարած աշխատանքի համար։ Այո, մենք հաշվետու ենք մեր բնակիչների առջև, հաշվետու ենք մեր երևանցիների առջև։ Եվ այն ծրագրերը, որը ներկայացվում են ձեզ, դա լոկ խոսքեր չեն, դա իրատեսական ծրագրեր են, այն վստահությունը, որ կունենանք ձեր կողմից մեզ, այն վստահության քվեն, որ կտակ դուք մեզ, այդ ծրագրերը մենք միասին կարողանանք կյանքի կոչել։ Օր ու գիշեր աշխատանքով թիմը փորձել է այս 4 տարիների ընթացքում այն սկզբունքները, այն ծրագրերը, որը ներկայացրել ենք նախկինում ձեզ, հավասար համաչափ զարգացնել մեր Երևան քաղաքը, որ Մալացիա Սեբաստիայի բնակիչները իրենց կենտրոնը ունենան, իրենց այգիները, իրենց հանգստի վայրերը ունենան և մենք փորձել ենք այս տարիներին կամաց իրականացնել դա, բայց չի նշանակում, որ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում դեռ չկան խնդիրներ։ Այո, կան բազմաբնակարան շենքերի պահպանման խնդիրը, տանիքների խնդիրը, վերելակների խնդիրը, մուտքերի, շքամուտքերի վերանորոգման խնդիրը, տրանսպորտի հարցը, ոռոգման ցանցի ընդլայնման հարցը, բակերի ասֆալտապատման, փողոցների ասֆալտապատման հարցը, բակերի բարեկարգման խնդիրը, փողոցային լուսավորության ցանցի ընդլայնման հարցը, մաքրության խնդիրը, կանաչապատման, բազում խնդիրներ դեռ ունենք եւ այն ծրագրերը, որով հանդես է գալիս մեր փորձառու թիմը, որ այս վերջի 4 տարվա ընթացքում քայլ առ քայլ, հստակ քայլելով փորձել է լուծել օր ու գիշեր սրտացավ աշխատանքի շնորհիվ։ Երևան քաղաքում առանձնահատուկ ունենք կարևորագույն խնդիր, աղբանության խնդիրը, հայ ընտանիքը պաշտի ընկել իր բնակարանի մաքրությամբ, իր տան մաքրությամբ։ Երևանը մեր տունն է, մեր մեծ տունը, եւ մենք բոլորս աշկի պետք է ընկնենք մեր մեծ տան մաքրությամբ։ Այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Միջազգային չափորոշիչների համաձայն մենք մեքենաներ ենք ձեռք բերելու, որ կարողանանք աղբանությունը, փողոցների բակերի մաքրությունը, լվացումը, ձյան մաքրությունը ավելի պատշաճ կատարենք եւ աղբի վերամշակման գործարանի բացում ենք ունենալու։ Մի խոսքով ունենալու ենք ավելի մաքուր Երևան ու վստահ եմ, որ երևանցին մայիսի 5-ին իր ձայնը տալու է անվճար մանկապարտեզին, բարեկարգ բակին, հարմարավետ տրանսպորտին, վերանորոգվող դպրոցներին, վերանորոգվող մշակույթի տներին, կառուցվող վերելակներին, շքամուտքերին, տանիքներին, մի խոսքով ավելի լավ Երևանին։
Սիրելի երևանցիներ, իսկ այժմ սիրով խոսքը փոխանցում եմ գործող ավականու անդամ տեխնացու Նաիրա Նահապետյանին։ Սիրելի երևանցիներ, մենք այսօր պարզ շակատով եկել ենք ձեզ հետ հանդիպման, ներկայացնելու մեր կատարված աշխատանքը և մեր ծրագրերը, որը որ պետք է կատարենք։ Ես կարծում եմ, որ այս 4 տարիների ընթացքում պարոն Տարոն Մարգարյանի թիմը ավականիների հետ միասին բավականին լուրջ նվաճումներ ունի Երևան քաղաքում։ Ու դուք երևի դա տեսնում եք ձեր աչքով։ Մենք ուզում ենք շարունակել, որ կարողանանք իսկապես Երևանը սարքել հարմարավետ բոլոր երևանցիների և առանձնահատուկ մեր երեխաների համար։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, երբ որ ձեզ բաներ են խոստանում, միշտ մտածեք, տեսեք ով է խոստանում, մտածեք, տեսեք միջև այդ խոստանալը ինքը ինչ է արել, հետո նոր քննարկեք։ Ես 4 տարի ավականու անդամ եմ, կարող եմ ասել, որ զարմացել եմ, թե այսօրվա քաղաքապետարանը ինչքան աշխատում։ Զարմացել եմ, մեզ մեր գործից կտրում են ինչքան գործ են տալիս։ Բայց բոլորս անկեղծ կատարում ենք, որտեղ բոլորս գիտենք, որ այս մեր քաղաքի համար է։ Մենք մի գաղտնիք ունենք, մենք այս քաղաքը շատ ենք սիրում։ Եվ խնդրեմ ևս պատգամավոր Գորյուն Նահապետյանին։ Սիրելի երևանցիներ, սիրելի քույրեր և եղբայրներ, հարգելի հարևաններ և ընկերներ, ուրախ եմ այսօր ողջունելու ձեզ Երևանի ավականու ընտրությունների նախընտրական շրջանում։ Այսօր քարոզարշավի առաջին օրն է մեր քաղաքական թիվի համար և կարծում եմ մեզ համար մեծ պատիվ է, որ քարոզարշավը սկսվում է հենց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից։ Սա վստահություն է բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր թիմի հետ միասին աշխատել են այս տարիների ընթացքում։ Ես հպարտ եմ, որ այդ թիմի մասն եմ կազմում և շատ ուրախ եմ, որ այս ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միասին մենք բոլորս ձևավորելու ենք այն իշխանությունը Երևան քաղաքում, որը կերտելու է մեր ապագան առաջիկա 4 տարիների ընթացքում։ Առջևում ընտրություններ են և դուք, սիրելի ժողովուրդ, ձևավորելու եք Երևան քաղաքի իշխանությունը, ընտրելու եք Երևանի ավականին, ընտրելու եք մարդկանց, ովքեր մտածելու են ձեր խնդիրներով, ձեր հոգսերով։ Երևան քաղաքը դա համայնք է, իր խնդիրներով հանդերձ և կարծում եմ այսօր մենք ունենք այնպիսի քաղաքական թիմ մեր կողքին, որը պատրաստ է լուծելու բոլոր այդ խնդիրները։ Սիրելի ներկաներ, շատ կարևոր է այն հանգամանքը, թե ով է ղեկավարում այդ քաղաքական թիմը։ Ես ուզում եմ մի քանի բառով ներկայացնել Երևանի քաղաքապետին, Երևանի ավականու ընտրություններում մեր թիմի առաջնորդին Տարոն Մարգարյանին, ոչ միայն որպես երջանկահիշատակ ազգային պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի որդի, այլ որպես վառ անհատականություն, երիտասարդ քաղաքական գործիչ, որ կարողացավ վերջին տարիների ընթացքում հաստատել, որ կարող է համախմբել իր շուրջը մարդկանց։ Ես կարծում եմ, որ նա արժանի այս պահին տապահարության, որովհետև կարճ ժամանակահատվածում կարողացել է վայելել դեպքեր ու հանգամանքը։ Ես վստահ եմ, նրա դաշնակցությամբ Երևան քաղաքը առաջիկա 4 տարիների ընթացքում ունենալու են նոր ձեռքբերումներ, ունենալու են ավելի գեղեցիկ և բարեկարգ բակեր և խաղահրապարակներ, այգիներ և պարտեզներ։ Ես կարծում եմ, որ դա կյանքի են կոչելու և մեր ամբողջական քաղաքական թիմը պատրաստ է սատարելու Տարոն Մարգարյանին և իր բոլոր կուսակից ընկերներին, որպեսզի այս ծրագրերը կյանքի կոչվեն։ Օրենքով դուք տեսնում եք ինչքան լուսավոր փողոցներ են ստեղծվում, բարեկարգ բակեր և խաղահրապարակներ, այդ ամենը Երևանի իշխանության կատարած աշխատանքի արդյունքն է։ Կան իհարկե խնդիրներ և կարծում եմ դրանց լուծման ուղղությամբ նոր իշխանությունը Երևան քաղաքի, նորից Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորությամբ և Տարոն Մարգարյանի առաջնորդությամբ կարողանալու է հասնել այդ խնդիրների լուծմանը։ Մենք մեր շրջապատող տարածքում տեսնում ենք նորակառույց այդպիսի տարածքներ,
նոր բակեր, խաղահրապարակներ, այդ ամենը ստեղծվում է մեր զավակների համար, մեր ժառանգների համար, մեր տարեցների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց հանգիստը վայելեն։ Ես կարծում եմ, որ առաջիկայում նաև մի նոր ծրագիր իրականացնենք նաև Փարոսի համար։ Եվ շատ շուտով դուք կտեսնեք, որ Փարոսի այդ տարածքը լինելու է անտառամերձ տարածք, եւ դուք հնարավորություն եք ունենալու վայելելու նաև այդ տարածքը։ Ես վստահ եմ, որ մենք միասին կարողանալու ենք ստեղծել ավելի լավ Երևան բոլորիս եւ յուրաքանչյուրի համար։ Հաղթանակ ունենք։ Աշխատելու ենք 90%. Ձեզ միշտ կանաչ ճանապարհ, շատ շնորհակալ ենք մեր հարևաններին, բոլորից, առողջ եք մենք էլ։ Միշտ էլ դուք լինեք։ Շնորհակալություն չունի։ Սիրունացնեք քաղաքը։ Բարև ձեզ։